Ուզում եմ մոտիկից ցույց տալ։ Տեսեք, ինչ փափուկ եւ համեղ կեքսիկներ եք ստանում։ Փամփրիկ կեքսիկների համար ինչ է մեզ անհրաժեշտ լինելու։ Ցանկացած սիրոպ, որը դուք պատրաստել եք տանը, իմ մոտ օրինակ մարինայի սիրոպ է մնացել։ Ավելացնում ենք սոդա, կուսեք գտալով, կուսեք իմ նման միքսերի, գլխիկով խառնեք, այն փրփրելու է եւ ծավալ է ավելացնելու։ Այնուհետեւ ավելացնելու եմ 1 ձու։ Խառնում ենք իրար։ Ավելացնում ենք ձեթը, նույնպես խառնում ենք եւ ավելացնելու ենք կակաո։ Կարող եք ավելացնել, կարող եք չէ։ Եթե սիրում եք կակաոյի փոշիով, կարող եք լցնել։ Եթե չէ, նույն քանակությամբ պարզապես ալյուրն եք ավելացնելու։ Այնուհետև ավելացնում ենք ալյուր։ Եվ խառնում։ Ստանում ենք նման համասեր ծորացող զանգված։ Վերջ, դնում ենք թխվելու։ Ես դնելու եմ ճարպա ջեռոց։ Իսկ դուք կարող եք թխել այնտեղ, որտեղ ձեզ հարմար է, ջեռոցում կամ ճարպա ջեռոցում։ Այսպես։ Այսպես հավասարեցնում ենք, նաև կարող ենք փայտիկով այսպես անցնել, որպեսզի հավասար լինի։ Ցանկության դեպքում կարող եք պոպոկ ավելացնել երեսին, եթե սիրում եք եւ եթե ալերգիա չունեք պոպոկից։ Այսպես։ Կթողենք սառի, այնուհետև ֆորմաների մեջից դուրս կհանենք։ Ֆորմայից հանում ենք, տեսեք, եթե նկատում եք այն նույնիսկ չի կպեր հատակին, շատ հանգիստ դուրս է գալիս։ Այսպես։ Թողնելու ենք սետկայի վրա մի քիչ սառի։ Հետո նոր կարող եք այս մի քանիսի վրա շաքարի փոշի ցանել կամ չցանել, ինչպես դուք ուզեք։